Ինչն է ազդում քո ավտոմեքենայի ընտրության վրա։ Դու դեռ երբեք ավտոմեքենա չես քշել, բայց գիտես թե որն է լավը։ Դե քուչի տղեկն են ասել։ Ճապիկը լավ ջոգուբա։ Ասում է BMW-ն որս մեքենա է ու խզարում է։ Մնացածը Mercedes բան պուպսիկների համար է։ Բայց կարող է դու նենց քուչից ես, որ ընկերներդ համարում են, որ Mercedes-ն է ավտո։ Լուրջ հարուստի մեքենա է Mercedes գվեն ջան։ Հո դու լակոտ չես որ BMW քշես։ Կամ կարող է կուրսեցիներդ համարում են, որ Subaru-ն է լուրջ մեքենա, ապա դե rally է կրել բան։ Իսկ Mercedes-ն ու BMW-ն անճաշակների մեքենա է։ Մարդիկ բան չեն հասկանում ու նավսեք այդ երկուսից մեկը ընտրում են, որ պալիտ չլինեն։ Հայ։ Կամ կարող է դու IT ոլորտից ես ու գործընկերներդ, որոնք առաջադար տեխնոլոգիաների մեջ են ու քեզ ասում են dude, դարը փոխվել է։ Հո դու աբորիգեն չես։ Ինչ բենզինով մեքենա։ Tesla, բրատ, Tesla։ Բայց դու թարսի պես նենց քուչից ես, որ Tesla-ով հետ գաս տուն, քուչի նիվիստերը վրեդ բիչոկ կհանգցնեն։ Underground ես խաղացել, ու Nissan 350 Z-ն է քո սիրած մեքենան, կամ նայել ես Perevozchi կինոն ու հասկացել ես, որ Audi-ից այն կողմ մեքենա չկա։ Բայց փողերը չի երիքում ու դու նստած նայում ես, Kia Forte առնես, Elantra թե Tida։ Ստացվում է, որ 99% դեպքերում մեր որոշումները կախված են միջավայրից ու իրավիճակից։ Ու նման հանգամանքներից դրդված, երբ մենք մեքենա ենք ընտրում, համարում ենք, որ այդ մեքենան ամենալավն է։ Դե հո ես լող չեմ, որ վատ մեքենա ընտրեմ։ Իսկ դու գրի քո հավանած ավտոմեքենան ու ասա ինչու ես դա ընտրել եւ գրանցվի իմիջին, որ չկորցնես ինձ։